Նորություն ունի պետությունը թոշակառուների եւ նպաստառուների համար։ Խոսքն ամենևին նպաստ ու թոշակ բարձրացնելու մասին չէ։ Այս տարի պետք է հայտարարագիր լրացնեն նրանք, ովքեր թոշակից բացի կողմնակի եկամուտ ունեն։ Այո, այս տարի թոշակառուներն են հայտարարագրում։ Պաշտոնական տվյալով ավելի քան 600,000 թոշակ եւ նպաստ ստացող կա մեր երկրում։ Մենք խնդիր ենք դրել նոր համակարգ ունենալ նախ։ Դրա մասով նշեմ, որ հիմա մրցույթը հայտարարված է, դիմողներ կան, կազմակերպություններ, հիմա գնահատման գործընթաց է գնում եւ դա թույլ կտա ունենալ մի նոր համակարգ, որտեղ մենք նաեւ նախատեսում ենք կարևոր ռեֆորմ, որ մեր համակարգը միացած կլինի համապատասխան համակարգերին, որտեղից ավտոմատ տեղեկատվություն կստանանք նպաստների եւ կենսաթոշակների մասին։ Կհարկվի արդյոք թոշակառուի կողմնակի եկամուտը։ Կառավարությունը դեռ չի որոշել, թե անցած տարի սահմանված չհարկվող 300,000 դրամ եկամուտի նվազագույն շեմը պահպանվելու է, թե ոչ։ Էդուարդ Հակոբյանն անցած տարվա հոկտեմբերին ասել էր, որ 300,000 դրամը վերաբերում է միայն 2024 թվականի եկամուտները հայտարարագրողներին։ Ֆինանսների նախարարության կողմից արդեն շրջանառվում է նախագիծ, դա քննարկման փուլում է ներքին եւ շուտով արդեն դա էլ կհանրայնացվի եւ այդտեղ կտեսնեք այն մոտեցումները, որ կառավարությունը առաջարկում է որդեգրել այս չհարկվող եկամուտների եւ շեմի հետ կապված։ Պետեկամուտների կոմիտեի նախագահն ասում է, վարկերն ու ապառիկները հայտարարագրելու կարիք չկա։ Նոր համակարգը, որը դեռ մշակվում է, ավտոմատ կլրացնի նաեւ Պեկին անհասանելի եկամուտները հայտատուի թույլտվությամբ։ Օրինակ ավանների կամ արժեթղթերի, օրինակ դիմաց ստացվող եկամուտներից եւ սրա մասով նույնպես այս հիմա ասած բարեփոխման շրջանակներում նախատեսում ենք հետեւյալը, որ բանկերից տվյալները ուղիղ մենք կստանանք, բայց պայմանով, որ տվյալ հայտարարագիր ներկայացնողը իր համաձայնությունը տալիս է համակարգում։ Այսինքն ոչ թե մենք պարզապես ինքներս բանկերից վերցնում ենք, այլ միայն համաձայնության դեպքում բանկը արդեն հստակ հաշվարկած իր եկամուտները, օրինակ իր ավաններից, ավտոմատ կերպով փոխանցելու է պետական եկամուտների կոմիտե եւ այդ հարթակում ավտոմատ կերպով լրացվելու է։ Այս տարի 2025 թվականի եկամուտների հայտարարագիր լրացնելու են Հայաստանի բոլոր քաղաքացիները։ Էդգար Ղուշչյան, Նորայե Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։